Ստանենք տուն, հա, կարտոշկեն։ Երևի այս տարվա վերջի վիդեոս, բոլորին ողջույն։ Հենց մի աղբորս հետ կանաց խորոված ենք անում։ Մոսկվա։ Սիգարետ։ Մեր րոպե աղբորս սիգարետ տամ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Նոր համացանցն էի թերթում։ Ոչ մի նեգատիվ չկա իմ մեջ։ Այս վիդեոյի մեջ էլ կփորձեմ ոչ մի նեգատիվ չլինի, քանի որ նոր տարի ենք մտնում։ Բայց երբ որ նայում ենք մեր օրերի իրականությանը, որ մեր ազգի մի մասը կիսվում է, որ ժողովուրդ ջան տարածեք ամենայն հայոց կաթողիկոսի ելույթը, որ նայենք այս կամ այն էջերով YouTube-յան։ Ես որ մի պահ պատկերացնում եմ, որպես հայ էլի, շարքային հայ, ես որ պատկերացնում եմ մի պահ պետքա մեր զոհված տղեկի մի նկարի, անջտա մի նկարի, լավ նկարի։ Ես որ մի պահ պատկերացնում եմ, որ մեր զոհված տղեկի մայրերը, հայրերը պետք է նոր տարվա ամանորի գիշերը եթան Եռաբլուր Պանթեոն, իրանց երեխեքի հետ անցկացնելու։ Ես որ մի պահ պատկերացնում եմ, որ այս պահի դրությամբ ես լինելով հայ առաքելական եկեղեցու զավակ, մկրտված հայ առաքելական եկեղեցու ծեսով, փաստացի ունեմ բանտարկված հոգևորականներ, ու տես կարամ անվերջ թվեմ։ Ես որ մի պահ պատկերացնում եմ, որ մարդիկ պետքա իրանց երեխեքի նկարին նայելով, իրանց երեխեքի երկնային, հա, ամանորն ու սուրբ ծնունդը շնորհավորեն, ես ուղղակի որպես հայ ամանչում եմ, որտեղ էսի տարվա երևի վերջի եթերն է, եթե իհարկե ես նոր տարում լինեմ Facebook-ի մեջ, որպես հայ, շարքային հայ։ Ու այդքանով հանդերձ որոշակի անբարոյականի վաստակներ իդեմս Ալեն Սիմոնյանի հանրության մոտ կարծիք են առաջացնում, որ փորձում ձևավորեն, որ իրանք վերընտրվելու են 26 թվին։ Երևի եթե կարճ ձևակերպեմ, իմ ազգին, իմ հանրությանը, իմ ժողովրդին կիսողը մի քանի մասի չի կարա վերընտրվի։ Հակառակ պարագայում մենք որ ազգ կոչվելու իրավունք չունենք։ Էլի եմ կրկնում, մեր զոհված տղեկի ծնողների մի մասը այսօր Եռաբլուր Պանթեոնում պիտի իրանց տղեկի երկնային ամանորն ու սուրբ ծնունդը շնորհավորի։ Հենց որ հայեր ջան, ամանորյա բաժակ բարձրացնելուց առաջ այդ տղեկի կենացել խմեք, այդ տղեկի կենթանի հիշատակի կենացը։ Այդ տղեկը մեղավոր չէին, որ մեր երկեղեկին նստած էր մի հատ արկածախնդիր բայի տղա։ Քուր չեմ ուզում անեմ։ Արկածախնդիր անողնաշարի մեկը, ով չունի ոչ մի բարոյական մարդկային նկարագիր։ Բացարձակ։ Ոչ մի նկարագիր չունի բարոյական, մարդկային, հայի տեսակ, չկա իր մեջ հայի գեն գոյություն չունի, ով 120,000 արցախցու տեղը հանարեց, մարդիկ թողնելով իրանց տուն ու տեղը, իրանց ապուպապի գերեզմանը, իրանց հայրենիքը, եկան Հայաստան և դարձան Հայաստանի հայերի մի մասը։ Դրա մեջ վատ բան չէ լինի, եթե Արցախը մնար հայկական։ Իմ համար տարբերություն չկա, Արցախը հայ, Սփյուռքը հայ, Հայաստանաբնակ հայ։ Այ որոշակի մարդիկ են տարբերանշաններ մտցնում, որոնցից ամենագլխավորը այսօր վարչապետի աթոռին բազմած անմեղսունակ բեի տղեն է, ով պետք է մի ժամից կամ 2 ժամից իր ճղճղան ձենով պետք է հելնի ասի շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։ Դրա հետ միաժամանակ ինքը որպես առաջի քրիստոնյա երկրի վարչապետ փաստացի պիտի ունենա բանտարկված հոգևորականներ։ Այդքանով ինքը անբարոյական է։ Անբարոյական բառից բոլոր իմաստներով, և փոխաբերական և ուղիղ։ Իմ ազգին, իմ ժողովրդին, ձեզ կիսողը, ես չեմ առանձնացնում ինձ ոչ մեկից։ Հայը լավն է, վատն է իմ ազգից է։ Նիկոլական է, Քոչարյանական է, Սերժական է, Վարդան Ղուկասյանական է։ Բոլորի մեջ հայ գենն է, հոսում, հայ արյունն է։ Մեկի մեջ մի քիչ շատ է հայրենիք սիրելու այդ, չասեմ մոլուցքը, հայրենիքը մոլուցքով չեն սիրում։ Հայրենիքը գործերով են սիրում։ Այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի պես, ով կասի այն սարի գլխին ձունա դրած, եկեք այդ սարը տանք թուրքերին, որ պատերազմ չլինի։ Ու ուղղակի թոփալ մարդիկ կարող են այդքանից հետո այդ անբարոյականի տղուն անվանեն հայրենասեր վարչապետ։ Դուք ուղեղի գերխնդիր ունեք, ուղեղի բուժման գերխնդիր։ Եթե դուք այդքանը տենալով
Կարեք այդ մարդուն ասեք մեր հայրենասեր վարչապետ։ Դուք լափի խնդիր ունեք, լափի գերխնդիր։ Երևի այսքանը։ Բոլորի գալիք ամանորն ու սուրբ ծնունդը շնորհավոր։